Ողջույն սիրելի ընկերներ, Anti-Fake եթերում Խաշմերուկ ոդկասթի հերթական թողարկումն է։ Ձեզ հետ են լրագրող պատմաբան Դավիթ Ֆիդանյանը, վերլուծաբան, ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։ Մինչ բուն թեմաներին անցնելը նշենք, որ նկարահանումը իրականացվում է ուրբաթ օրը, այն կհեռարձակվի ինչպես միշտ կիրակի օրը եւ այսօր լրանում է Վեհափառ Հայրապետի 75-ամյակը, ինչի առթիվ մենք բոլորով շնորհավորում ենք ամենահայոց Հայրապետին եւ մաղթում քաջ առողջություն այս դժվարին օրերին, որպեսզի եկեղեցին էլ ավելի կանգուն մնա, որպես հայկականության եւ դիմադրության ամենակարևոր միջնաբերդ։ Ընդ որում Դավիթ քո գնահատականը, որ բուն թեմաներին անցնես, կարծում եմ բուն թեմաներից մեկը հենց սա է, ինչու որտեղ այսօր մեր եկեղեցին միակ ինստիտուտն է, ազգային ինստիտուտը, որը դիմագրավում է եւ բավական արդյունավետ ոչ միայն Հայաստանի այսպես կոչված օրվա իշխանությունների, այլև բոլոր այն ուժերի, որոնք խնդիր են դրել թույլատնել մեր եկեղեցին, փոխել Վեհափառ Հայրապետին, նոր կանոնադրություն ստեղծել, մեր եկեղեցին դարձնել կառավարումը այլոցից, մասնավորապես Ադրբեջանից եւ Թուրքիայից, սա նվազագույնը, այնպես որ սա կարծում եմ շատ կարևոր տոն է եւ հիմնական տոներից է, որտեվ ես որպես զինվորական ասեմ, զորամասի հրամանատարի առողջությունը բավականին թանկ արժեք է, այդ թվում նաեւ երկրի կառավարչի լինի նախագահ թե վարչապետ առողջությունը դա անվտանգության խնդիր է, առաջին հերթին, այո։ Իսկ այստեղ մեր եկեղեցու հոգևոր առաջնորդ Վեհափառ Հայրապետը, որը լուսավորչի աթոռին արդեն 37 տարի գահակալում է, սա եւս ինքը արժեք է նաեւ այս պայքարի համար, որտեվ աննկուն է, հետևողական է, խորագետ է, համբերատար է, խոնար է եւ պատրաստակամ է իր անձի զոհաբերության հանուն մեր ժողովրդի, մեր եկեղեցու նվիրյալ եւ հավատավոր զավակների։ Սա մեծ արժեք է եւ ուստիև ես գնահատում եմ, որ սա մեր հաղորդման հիմնական ուղղություններից է, առավելից որ կարծում եմ մեր զրույցի ընթացքում նաեւ եկեղեցու հետ կապված անպայման լինելու է շեշտադրումներ, որտեղ կառավարությունը ինչ որ ծրագիր է ընդունել, որում 4 կետ կա իրենց նախընտրականով, թե ինչպես պետք է հեռացնել Վեհափառ Հայրապետին, ինչպես նոր ժամանակավոր մեկին նշանակել տեղապահ, հետո նոր կանոնադրություն ընդունել, հետո նոր Վեհափառ կաթողիկոս ընտրել եւ այդպես շարունակ։ Ուզում ասել, որ սա միմյանց փոխկապակցված է։ Միանշանակ համամիտ եմ եւ մենք տեսնում ենք, որ այս ռեժիմի ներկայացուցիչները ըստ էության նորից վերսկսել են այդ արշավը, հակաեկեղեցական արշավը, դրան զուգորդվել է նաեւ այն, որ Նիկոլ Փաշինյանը արդեն փաստացի անոնսավորեց Տիգրանաշենի հանձնումը, իսկ Տիգրանաշենը մենք գիտենք, որ ռազմավարական կարևորության տարածք է Հայաստանի Հանրապետության համար, որովհետև փաստացի Տիգրանաշենի հանձնումով Ադրբեջանը նորից ստրատեգիական առավելություն է ստանում հայկական ճանապարհների նկատմամբ։ Այդ մի փոքր նույնիսկ կարելի ասել ավելի մեղմ գնահատական տվեցի, ոչ թե ինքը մեր պետությունը եւ պետության սահմանները ուղղակի, եթե Ադրբեջանը վերցնի, իսկ Հայաստանի օրվա իշխանությունները պատրաստակամ են հանձնել, Հայաստանը ուղղակի աշխարհագրում ֆիզիկապես բաժանվում է նախ երկու մասի։ Սա արձանագրենք որպես իրողություն, որը նշանակում է, որ Հայաստանի հյուսիսային եւ կենտրոնական մասից հարավին կապվելու համար մենք անցնելու ենք Ադրբեջանի տարածքով։ Այն որ պարբերաբար ասում էին իբր շրջանցող ճանապարհ կառուցեն, այս իշխանությունները 8 տարվա ընթացքում քանդել են հնարավոր ամեն ինչ եւ ինչ էլ որ մնացել է եւ պատրաստակամ են քանդել, հանձնել, վաճառել եւ այլն եւ այլն։
ես խիստ թերահավատ եմ որ ինչ-որ բան կառուցեն, նախ բավականին ծախսատար է այդ գործը, միջպետական ճանապարհը ուղղակի պետք է տեղափոխել, ասենք Վեդի քաղաքով անցնի։ Դա բավականաչափ երկար ճանապարհ է եւ լուրջ ծախսեր են եւ իրենք էլ սկզբունքորեն չեն էլ անի։ Փոխարենը Ադրբեջանին երբ հանձնվի այդ տարածքը, գոնե իշխանությունները փորձելու են հանձնել, մեր խնդիրը նաեւ դիմադրել, որպեսզի դա տեղի չունենա։ Եթե տարածքը հանձնվում է, դա նշանակում է, որ Ադրբեջանը կարող է այդ տարածքի վրա դնել իր պետական 3 ծառայությունների աշխատակիցներին, որոնք իրականացնեն գործառույթ, մասնապես սահմանապահ ուղեկալներ, մաքսային ծառայություն եւ ֆիտոսանիտարական ծառայություն։ Այսինքն Հայաստանից Հայաստան գնալու համար մենք տանցնենք Ադրբեջանը այդ մի փոքր կտոր տարածքով եւ Ադրբեջանի ծառայությունները Հայաստանի քաղաքացիների նկատմամբ իրականացնեն գործառույթներ։ Ես հիշում եմ 2021 թվականին, երբ ամառ օրեր հենց արթնացանք այն տեղեկությունները, որ ադրբեջանցիները Գորիսկապան ճանապարհը փակել են եւ ավտոմեքենաները հայկական մնացել էին շիվարած։ Այդ հատվածը որ հանձնեցին, չէ, ճակատենի։ Հիմա նայեք, այստեղ մոտապես նույնիսկ խնդիրը այն չի, որ Հայաստանից Հայաստան անցնելու համար Ադրբեջանի տարածքով ես անցնում եւ ստուգում են քեզ։ Խնդիրը թե դա իր մեջ լուրջ ռիսկեր է պարունակում։ Օրինակ քո հարավային սահմանները ռազմական տեսանկյունից ամրացնելու համար, օրինակ Ադրբեջանը փաստորեն իր ազեկալում թե իր տարածքով ինչ մեքենա է անցնում, այդ մեքենաները ինչ բեռներ ունեն եւ այլն եւ այլն։ Բայց այստեղ խնդիրը ես կարծում եմ ավելի շուտ ռազմաբարական է այն առումով, որ Հայաստանի առնվազն Արարատի մարզ, հա, եթե այդպես նայենք, այնտեղ շրջաններով եթե նայենք Վայք, Եղեգնաձոր, չէ, եւ ինչպես Վայոց ձոր, հա, Վայոց ձոր եւ Սյունիքը։ Եթե նման Աստված մի ասեն, եթե նման բան այնուամենայնիվ իշխանությունների ձեռամբ եղավ, այդ նշանակում է, որ այդ տարածքներից բնակչության հսկական արտահոս կլինելու դեպի Հայաստան, կենտրոն հյուսիս եւ Հայաստանից դուրս։ Սա մտնում է Ադրբեջանի կողմից մեր երկրի նկատմամբ իրականացվող այն քաղաքականության մեջ, ըստ որի այն վայրերը, որտեղ ադրբեջանցիները 300,000 թե ավելի շատ պետք է վերադառնան, այդ տարածքները պետք է հայաթափվեն։ Այսինքն հայերը չապրեն։ Օրինակ դպրոցների փակումը, 231 դպրոցի փակումը, որոնց միտվածը, հենց մի մասը առարկայապես Սյունիքում է։ Սյունիք, Վայք, Եղեգնաձոր։ Այսինքն երբ որ դպրոց ես փակում, մանկապարտեզ ես փակում, երիտասարդ ընտանիքը չի կարողանում այդտեղ իր երեխաներին դպրոց մանկապարտեզ տալ, ինքը դուրս է գալիս։ Հիմա մյուս կողմից էլ անցնելու Հայաստանի հյուսիս կենտրոնից դեպի հարավ անցնելու դժվարությունները, չէ, իսկապես մարդկանց վրա հոգեբանորեն ազդելու է։ Այնպես չի, որ այդ մենք խոսում ենք Երևանի կենտրոնում նստած, ասում ենք այդպես մտքեր վերլուծություններ, բայց եթե մի պահ գրանք հարավում ապրենք եւ հետո պատկերացնենք, իհարկե ազդում է։ Սա, այսինքն, սա գաղթի, արտագաղթի ստեղծման մի գործիք է, կարևոր գործիք, այնպես ինչպես այդ դպրոցների հետ կապված ցավոք ընդդիմությունը համարժեք կեցված չդրսևորեց, թեև մի քանի հասարակական դաշտում որոշակի լսարան ունեցող անձինք, այդ թվում նաև ես անընդհատ դրա մասին բարձրաձայնում եմ եւ այո, սա ստրատեգիական է, այդ թվում նաև այս ճանապարհը։ Այսինքն խնդիրը իրականում մարդկանց դուրս հանելն է։ Հիմա մի զուգահեռ բերեմ 50%-ից ավել բնակչություն ունեցող Նախիջևանի ինքնավար հանրապետությունը Ադրբեջանի կազմում 36-37 թվականից 1988-89 թվականին մնացել էր մի գյուղ, Զնաբերդ կամ Ազնաբերդ անունով։ Մեկ գյուղ է Նախիջևանում, հայկական գյուղ, որը ռուսական այն ժամանակ սովետական ուղղաթիռներով, երբ Արցախյան այդ շարժումը սկսեց, այդ բնակչությանը դուրս բերեցին։ Ես սա ինչ եմ ասում, այսինքն ինչ որ ժամանակ հետո այդ բնակչությունը երբ որ տեսնում է իր կենցաղային, աշխատանքային, սոցիալական, առողջապահական խնդիրների շատ վատ պայմաններում, շատ բնական այդ մարդիկ մահապարտ չեն։
զինվորական չեն, իրենք դուրս են գալու։ Հիմա այն ինչ որ սա արվում է, այս մեզ թվում է թե ընդամենը մի գյուղ է հանձնում։ Այս գյուղը ոչ միայն պաշտպանական, անվտանգային, կոմունիկացիոն, այլև սա տարածքա, որ հանձնելուց հետո Հայաստանի հարավից սկսելու արտագաղթ դեպի կենտրոն հյուսիս, հետո Հայաստանից դուրս։ Ես պետք է հիշեցնեմ, երբ 2022 թվականին Ադրբեջանը հերթական պատերազմական գործողություններ ձեռնարկել Հայաստանի Հանրապետության դեմ, երբ ջերմուկի սոտքի հատվածներն էր թիրախավորվում, այդ մի քանի օրի ընթացքում հետագայում պարզ դարձավ, որ մոտավորապես 7500 մարդ այդ շրջանից հեռացել է։ Այսինքն մենք տեսանք, որ Ադրբեջանը այդ ուղղությամբ ունեցավ առաջխաղացում, պոստերը հայտնվեցին ջերմուկի անտառներում եւ մարդիկ հասկացան, որ չեն կարող այդ հատվածում մնալ։ Ես մի զուտ պատմական առումով մի դրվագ հիշեմ։ Խուճապը, երբ որ հակառակորդը կարողանում է մտցնել, այդ խուճապի հետևանքները բավական ծանր են։ 92 թիվ, եթե չեմ սխալվում, դեկտեմբեր ամիսն էր, Ադրբեջանի օդուժը ռմբակոծեց Ղափան քաղաքը։ Մի քանի ռումբ, այո, քաղաք եւ քաղաքի մերձակայքում ռումբեր պայթեցին։ Ես այդ ժամանակ Ղարաբաղից մեքենայով գալիս էի Հայաստան, Երևան։ Նոր ազատագրված Լաչինի միջանցքում, այն ինչ ես որ տեսա, առաջին անգամ այդ մեծ գաղթի ես տեսա, որտեղ ընտանիքի անդամները մի մեքենայի մեջ ընտանիքի անդամները մեկ էլ առաջին անհրաժեշտության իրեր։ Ու այդ ամբողջ շրջանից, Ղափան հարակի շրջանից մարդիկ փախեփախ վիճակում էին։ Այսինքն հոսքը չէր դադարում մեքենաներով այդ խուճապը, որ ընկել էր։ Հասկանում եք, ես ինչի սա 92-ի դեկտեմբեր, եթե չեմ սխալվում, դեկտեմբեր։ Չէ, հետո հետ գնացին, իհարկե, այդ օդուժը այլևս գործողություններ չարեց, ինչպես ասում են մեր զինված ուժերը իրենց բարձունքի վրա գտնվեցին, բայց խնդիրը խուճապի մասին է։ Այսինքն եթե մարդը հոգեբանորեն պատրաստ չէ հողին կպնելու, պահելու, կռվելու, զրկանքներ, կորուստներ նաև մարդկային ունենալու, այդ նշանակում է, որ այս հոգեբանությամբ նույն վիճակում կարող ենք հայտնվենք, ինչպես այդ ժամանակ։ Ես լավ հիշում եմ, ինձ համար, ասենք, բաներ, ցնցող էր, ես այդ գաղթ հասկացումը չէի տեսել այն չափերով, որ այդ ժամանակ տեսա, այդ ավեր վիճակը, այդ մարդիկ, այդ երեխաները, լացկոց, անհուսություն, փախեփախ, նման ես կարծում հոգեվիճակ եմ պատրաստում մեր բնակչության համար տարբեր գործիքակազմով, այդ թվում նաև տարածքը հանձնելով, տարածքում փորձելով հանձնել, տարածքում ադրբեջանական ծառայություններին կանգնեցնելով, հետո մարդկանց հարավում ապրող մարդկանց հոգեվիճակի վրա ազդելով, դպրոցները փակելով, մանկապարտեզները փակելով, աշճանաբար դուրս են գալու։ Այդպես։ Պարոն Նահապետյան, այդ ժամանակ կար պետականություն, որը որ կարողանում էր թեկուզ այդ ծանր իրավիճակում հարցերը լուծել։ Հիմա մենք տեսնում ենք, որ կա ռեժիմ, որը որ ոչ միայն չի դիմադրում, այլև ինքն է ստանձնել Ադրբեջանի պահանջների կատարածման առաջամարտիկը։ Եվ հետևաբար այստեղ հարց է առաջանում, թե ինչ պետք է արվի, որպեսզի օրինակ կանխվի արդեն հաջորդ տարածքի հանձնումը, որտեղ մենք օրինակ տեսնում ենք, որ Ազգային ժողովում ժամեր շարունակ նիստեր են տեղի ունենում, բայց դրանք ընթացակարգային են, այսինքն քաղաքական բովանդակային բաղադրիչ այդ նիստերում չկա, այնինչ երբ որ Փաշինյանը հայտարարեց, որ իր լեզվով ասած քյարքին դա Հայաստանի ասած Հայաստանի տարածք չէ։ Հա։ Դա արդեն պետքա լրացուցիչ օրակարգ դառնար նույն օրինակ ընդդիմության համար։ Եվ հետևաբար մենք դա չենք տեսնում։ Ես կարծում եմ այսպես, սա պետական քաղաքականությունն է, ընդ որում ծրագիր է։ Օրինակ, մենք ունենք ռազմավարական դաշնակից Ռուսաստան դաշնություն, որի հետ կնքել ենք պայմանագրեր։ Մեզ համար կարևոր անվտանգային առումով 92-ի սեպտեմբերի 30-ին
սահմանապահների հետ կապված, Հայաստան-Իրան, Հայաստան-Թուրքիա, թեև այդ սահմանը Հայաստան-Թուրքիա սահմանը չի, դա խորհրդային միություն եւ նա իրավահաջորդ Ռուսաստան Դաշնություն Թուրքիա սահմանն է, սա կարևոր հանգամանք է։ Եվ 95 թվականին, որով 102 բազան ամրագրվեց եւ պայմանագիրը երկարացվեց հանրապետության երրորդ նախագահի կառավարման ժամանակ 49 տարով։ Հիմա անվտանգային տեսանկյունից, այս ամեն ինչը փորձեն գնահատել։ Երբ կառավարությունը ծրագիր է ընդունում հակոտնյա 2001-ի կառավարության ծրագրի, որտեղ 2001-ին օրինակ արձանագրվում էր Ռուսաստանի անվտանգային առումով մեր երկրի համար կարևորագույն դերակատարում։ Այո։ Կոնկրետ նեղ առարկական ըստ ոլորտների եւ այլն նշվում էր։ Հիմա պարզվում է, որ օրինակ Ռուսաստանը Հայաստանի հետ հարաբերություններում ընդհանրական առումով, բայց որի առաջին կոմպոնենտը անվտանգությունն է բնականաբար, Ռուսաստանը գտնում է 8-րդ տեղում, ոնց է ձեզ համար։ Սա ցույցիչ է, չէ՞։ Բնականաբար։ Այսինքն Հայաստանի օրվա իշխանությունները վարում են քաղաքականություն, որով ուղղակիորեն Հայաստանից հեռացնում են մեր անվտանգության հիմնական երաշխավորներից մեկի Ռուսաստանի Դաշնության ներկայությունը։ Սա հեռացնում են բազայի տեսքով, սահմանապահների տեսքով, տնտեսական ներկայացվածության տեսքով։ Սա ում է ձեռք տալիս, օրինակ, եթե այդպես կողքից մասնագիտական գնահատենք, ոչ կողմնակալ, ոչ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի կամ հարկ։ Սա առաջին հերթին ձեռք է տալիս այն պետությանը կամ պետություններին, որոնք Հայաստանի նկատմամբ ունեն նպատակներ, տարածքային նկրտումներ, այո, մեր երկրի տնտեսությունը իրենց երկրների տնտեսության ինտեգրելու ցանկություն եւ մեծ հաշվով սկզբունքորեն ստրատեգիական առումով այս տարածքը, որի անունը Հայաստանի Հանրապետությունն է, այս տարածքը ամբողջովին դարձնել իրենց կամ իրենց պետությունների միավորի կամ միության մի էլեմենտ։ Օրինակ, այսպիսի էլեմենտ հիմա դարձել են մի քանի պետություններ միջինասիական հանրապետություններից։ Եվ այդ միավորը կոչվում են թուրքական պետությունների կազմակերպություն կամ Թուրան, եթե ընդհանրական ասենք, որը ունի 5 հիմնադիր անդամ, որի մեջ Ադրբեջանն է, Թուրքիան է, Ղազախստանին ներգրավեցին, Ղրղստան, Ուզբեկստան, 2 դիտորդ անդամ Թուրքմենիա, Հունգարիա։ Հիմա եթե դա այն մեծ Թուրանն է, իսկ իրականում ոչ միայն ես փորձագիտական շրջանակները եւ ոչ միայն փորձագիտական գնահատում եմ, որ այդ կազմակերպության նպատակը թուրքալեզու եւ սուննի մահմեդական ժողովուրդներին մեկ միության մեջ որպես վերպետական կառույց ներգրավելն է, ապա այդ կայսրության մեջ սկզբունքորեն կարող են լինել նաեւ քրիստոնյա պետություններ։ Իսկ ինչու ոչ։ Ասենք օրինակ Հայաստանը, Վրաստանը։ Բայց կայսրությունը ոնց ցույց տա, որ այլ ժողովուրդների հետ ինքը համակեցությամբ է բնակվում։ Այսինքն վատ կայսրություն չի կամ վատ միություն չի, ու կայսրություն բառը բնականաբար չեն արտաբերելու։ Եվ ասենք այդ առումով մինչև այդ միավորի մեջ ինտեգրել, որտեղ միավորը արդեն ունի ընդհանուր խոսքս թուրքական պետությունների կազմակերպությունն է, ընդհանուր բանակ, ընդհանուր բանկ, շուտով կլինի ընդհանուր նույն արտարժույթը, ընդհանուր մշակույթ, պատմություն, լեզու, այբուբեն։ Սա ակնհայտ է, որ վերպետական կառույց է ստեղծում։ Հիմա ասենք այդ վերպետական կառույցին մաս պիտի կազմի, օրինակ Հայաստանի Հանրապետությունը եւ Վրաստանը։ Իսկ ինչու ոչ, այսինքն ես տեսնում եմ գոնե նաեւ աշխարհագրական առումով շատ բնական է, որ այդ կայսրության մեջ ինտեգրվեն նաեւ Հայաստանն ու Վրաստանը։ Թեև մենք ունենք պայմանագրեր եւ մենք մաս ենք կազմում այլ վերպետական կառույցներ, որի անունը Եվրասիական տնտեսական միությունն է, հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունն է, անկախ պետությունների համագործակցությունն է, չէ՞։ Մենք այլ պետությունների Եվրոպայի խորհրդարանական վեաժողովի ԵԽՎ-ի բան ենք անդամակցում ենք։ Ես այստեղ լրջագույն մարտահրավերը հետեւյալն է, որ մեզ փաստացի
այն վերպետական կառույցների, որի մեջ Հայաստանը կա, այդ վերպետական կառույցներից, որի առանցք են վերպետական ակնհայտ է, որ Ռուսաստանն է, այո, իսկ այն ինչի ես ասում եմ թուրքական է, առանցքը Թուրքիան է։ Հիմա մեզ փաստացի հավաքական արևմուտքի ձեռամբ եւ Թուրքիայի եւ Ադրբեջանի կոնկրետ քայլերով ամեն ինչ անում են, որպեսզի այդ վերպետական կառույց, որի առանցքը Ռուսաստանն է, տեղափոխել, ինտեգրել մի վերպետական կառույցի, որի անունը, որի առանցքը անցալում է Թուրքիան։ Բարձր եմ ասում, այսինքն այսօր Հայաստանի ներկա եւ ապագան դրվում է այսպես. մենք կամ Ռուսաստանի հետ ասոցացվող վերպետական կառույցների մեջ ենք, տնտեսական, անվտանգային, քաղաքական, քաղաքակրթական, թե Թուրքիայի։ Այսօր մեր ժողովրդին փաստացի իշխանությունները ինքնիշխանության, ինչ խուճուճ բառեր, անկախության, ինչ բանը հեքիաթասացի նման բառեր են օգտագործում, որ մենք վերականգնում ենք ահավասիկ օրվա բանը քաղաքական կուսակցության լիդերը Պապ Թագավորից հետո վերականգնում է հայոց պետականություն եւ այլն, ասենք անհիմարություններ, բայց շատ ավելի պարզ է ամեն ինչ։ Մենք նորից եմ ասում, անդամակցում ենք կառույցների, տնտեսական, անվտանգային, քաղաքական, քաղաքակրթական, որի առանցքում Ռուսաստանն է։ Ուղղափառ քրիստոնյա ռուս ժողովրդի պետականաստեղծ ժողովրդի առաջնորդությամբ։ Ռուսաստանը ինքը բազմակրոն պետություն է, բայց առանցքը մենք հասկանում ենք, որ ռուս ժողովուրդն է։ Հիմա մեզ փորձում են, եթե առարկական առանց վարագույրների են, բարձ խոսենք, մեզ փորձում են մեր հայրենակիցները հստակ դիմանան, տեղափոխել, ինտեգրել այլ վերպետական կառույցի։ Այդ վերպետական կառույցի անունը դա Եվրամիությունը չի, այդ բոլորը բլեֆ է Եվրամիություն։ Ինչու է բլեֆ, որովհետև ես կարող եմ ասել Եվրոպայի հետ նույն սահմաններում, ճիշտ է, Բալկանյան թերակղզում գտնվող Սերբիան 17 տարի ցանկանում է անդամակցել Եվրամիությանը, ստանում է ինչ 3 մատի գործողություն։ Օրինակ Վրաստանը 2008-ի կոնկրետ զոհաբերություններից հետո հայտնի հարավրուսիական դեպքերի, ուզում է անդամակցել, ստանում է 3 մատի գործողություն։ Ուկրաինան այսքան զոհերի, զոհաբերությունների արդյունքում անգամ Ուկրաինային ասոցացված անդամ չեն համարում։ Ահա։ Եվ հետաբար Եվրամիությունը բլեֆ է, մենք երբեք Եվրամիության այդ խայծը, ինչպես ասում են, մեզ ուղղակիորեն հիմա Եվրամիության առաջնորդությամբ նա որպես կարևորագույն շահառու մեզ հիմա հրում են, տանում են, եթե այսպես ասենք, մեկ այլ վերպետական կառույցի մեջ մտնելու։ Դա թուրքական պետությունների կազմակերպության կառույցն է, իդեպ ասեմ։ Եվ նույն գործընթացի մեջ իմ խորին համոզմամբ ներ են գրավում նաև Վրաստանին։ Այսինքն Թուրանը ինքը միսո արյուն ստացած կառույց է, ասում են զորավարությունների քանակը որ նայեք տարեկան այդ կազմակերպության անդամ պետությունների զորքերի մարդիկ ընդհանուր բանկ են ստեղծել, այսինքն ֆինանսական ինքնուրույնություն եւ ինքնիշխանություն ունեն, լեզուն, մշակույթը, մի մասը արհեստական է, ակնհայտ է, որ Սամարղանդը որևիցե կապ չունի, չէ, թուրքական աշխարհի հետ։ Օրինակ, լրիվ այլ քաղաքակրթություն, բայց Ուզբեկստանը հիմա այս կառույցի մեջ է, չէ, մտած։ Ուզում ասել, որ հիմա մեզ տանում են լրիվ այլ տեղ, իսկ այդ այլ տեղը իրականում է Թուրանն է։ Այսինքն մեր ժողովուրդը պետք է ընտրություն կատարի եւ դա կապ չունի դու իշխանություն ես թե ընդդիմություն ես։ Ամենայն լրջությամբ եմ ասում, որովհետեւ ընդդիմության մեջ միգուցե նաեւ լինեն մարդիկ, որոնք դյուրին կերպով նույն քաղաքականությունը կվարեն ինչ որ իշխանությունն է եւ իշխանության մեջ կան բավականին լուրջ եւ պատասխանատու անձինք, որոնք սկզբունքորեն դեմ են այս քաղաքականությանը։ Ուղղակի ինչ-ինչ հանգամանքներից ելնելով կեցված չեն դրսանում, ես գոնե վստահաբար մի քանիսին գիտեմ։ Եվ հետեաբար մեզ համար ընտրությունը հիմա այն հայտնի Շեքսպիրյան լինել թե չլինելու Համլետի, հիմա մեր լինել չլինելու խնդիրն է։ Մենք լինելու ենք քրիստոնյա պետությունների, ուղղափառ քրիստոնյա Ռուսաստանի, ռուս ժողովրդի, պատմական, քաղաքակրթական մի քանի 100 տարին անց հետ զրոյից չեղաստեղից պետություն ունենալու, այս տարածքում մոտ 4 միլիոնից ավել բնակչություն ունենալու, թե մի միավորի մեջ, որտեղ մենք բավականաչափ մեր պատմական հայրենիքի վրա բնակվելով
երկարուձիգ դարեր, հետո վերջում ենթարկվեցինք ցեղասպանության։ Այսինքն մեր ներկան այսօր ինչ ապագա է միտված եւ իշխանությունների իրական Հայաստանը ըստիս ես ամենայն հավանականությամբ որակեմ այսպես, հա, դա թուրքական աշխարհն է։ Իսկ Ադրբեջանի տեսանկյունից դա արևմտյան Ադրբեջանն է։ Ակնհայտ է, որ երբ որ իրենք խոսում են դեպի արևմուտք ինտեգրացիայի մասին, բնականաբար պարզ է, որ դա Եվրոպական միությունը չէ, որովհետև Եվրոպական միությունը հենց ինքը իր ներսում ունի բազմաթիվ խնդիրներ, որպես կառույց եւ շատերի գնահատմամբ այն արդեն իր սպառման եզրին է գտնվում, մասնապես եթե դիտարկում ենք Եվրոմիության դերը համաշխարհային քաղաքականության մեջ, այն ուղղակի դարձել է Միացյալ Նահանգներից կախյալ որոշակի կառույց եւ դա իրականում երբ որ դիտարկում ենք պատմությունը, դա այդ գործընթացը Եվրոպայի կախվածությունը Միացյալ Նահանգներից սկսվեց դեռևս երկրորդ աշխարհամարտից հետո հայտնի Մարշալի պլանով, երբ 13 միլիարդ դոլար հատկացվեց Արևմտյան Եվրոպան վերականգնելու համար եւ բնականաբար դա անվճար չէր քաղաքական առումով, այսպես ասած։ Եվ այնուամենայնիվ, երբ որ հիմա դիտարկում ենք համաշխարհային քաղաքականության այս ընթացքը, տեսնում ենք, որ արևմուտքը ըստ էության ինքը արդեն միատար չէ, Եվրոմիություն, Միացյալ Նահանգներ եւ աշխարհը նույնպես միաբևեռ չէ։ Կան բազմաթիվ ուժային կենտրոններ, կարևոր եւ ազդեցություն ունեցող, որտեղ էլ տեղի են ունենում հիմնական այդ իրադարձությունները, օրինակ նույն Մերձավոր Արևելքում վերջին ամիսներին մենք տեսանք հիմնական իրադարձությունները ծավալվում էին Իսրայելի, Միացյալ Նահանգների, Իրանի Իսլամական Հանրապետության, Պարսից ծոցի երկրների շուրջ, բայց վերջին օրերին շատ կարևոր իրադարձություն է տեղի ունենում Սիրիայում, որտեղ ուղղակի բախվել են Իսրայելի եւ Թուրքիայի ռազմավարական շահերը եւ շատերի գնահատմամբ պատերազմից 5 պակաս իրավիճակ է, երբ որ Սիրիայի տարածքում կարող են բախվել Իսրայելը եւ Թուրքիան։ Եկեք փորձենք հասկանալ, թե այս մի նոր օջախը Մերձավոր Արևելքում ինչի հետևանք է եւ ինչի կարող է հանգեցնել։ Որպեսզի մենք գնահատենք ինչու օրինակ 3 Իսրայելի պաշտպանության բանակի ցախալի օդուժը ռմբակոծեց Թուրքիայից 70-80 կիլոմետր հեռավորության վրա գտնող Սիրիայի տարածքում ռազմաբազա, որտեղ հիմնականում օդանավականներ այդտեղ պատրաստվում եւ աշխատում էին Թուրքիայից շինարարները։ Զոհերի եւ այլ բաների մասին ինչ որ գնահատականներ ես գոնե չեմ լսել, բայց փաստը մնում է փաստ, որ կարևորը հենց փաստը Իսրայելը ասում է խախտվել է ձեռքբերված պայմանավորվածությունը Սիրիայի տարածքում այլ պետությունների զինական ներկայության հետ կապված, Թուրքիան այլ հիմնավորում ունի, ընդ որում երկու պետությունների արտաքին գերատեսչությունների պատասխանատու անձինք բավականին կոշտ հայտարարություններով են հանդես եկել։ Հիմա ինչու Սիրիա, որովհետեւ գնահատենք ինչու Սիրիա, այդ բախումը պիտի գնահատենք թե որն է Իսրայելի ռազմաքաղաքական ղեկավարության այսօր մարտավարական խնդիրը, իսկ ռազմավարական խնդիրը, որի մեջ մտնում է ցանկացած մարտավարական խնդիր։ Ըստ իս ներկայիս Իսրայելի ռազմաքաղաքական ղեկավարությունը եւ որի վերաբերյալ ինքը բարձրաձայնել է, դա գաղտնիք չի, դա ուրեմն Նեղոսից մինչև Եփրատ ընկած տարածքների նվաճումն է, որը ըստ հին ուխտի, ասենք Իսրայել տարածքի Աստծո կողմից ըստ իրենց, Աստծո կողմից տրված տարածք է, որը խոստացվել է հрьяաներին, այո։ Հիմա իրենք այդ տարածքի ճանապարհին ընկածին նաև Սիրիան, ուղղակիորեն։ Այդ տարածքը ձգվում է մինչև ներառյալ Թուրքիա։
Քաղաքականություն դա է, ճանապարհին ցանկացած պետություն Իսրայելի կողմից հարևան պետություն պետք է թուլացվեն, պետք է իշխանությունների դեմ ընդդիմադիր արմատական ուժերի օժանդակություն ցույց տրվի, որպեսզի վերջիններս տապալեն այդ իշխանություններին, որպեսզի վերջիններս ավելի բարեկամ լինեն Իսրայելի իշխանությունների համար եւ երախտապարտ, որ Իսրայելի հատուկ ծառայությունների օգնությամբ այդ տապալում տեղի ունեցել։ Այդպես օրինակի հիմա կոնկրետ Սիրիան, ուղղակի Սիրիայում մի կողմից Իսրայելի, բայց մյուս կողմից Թուրքիայի նվաճողական քաղաքականությունն է բախվում, որտեղ Թուրքիան էլ մյուս կողմից փորձում է վերականգնել Օսմանյան կայսրության իր երբեմնի սահմանները, իսկ այդ երբեմնի սահմաններում Սիրիան ամբողջությամբ մտել է Օսմանյան կայսրության տարածքի մեջ։ Պարոն Նահապետյան, իրականում տեսեք, երբ որ 24 թվականի վերջին թուրքական պրոքսիների օգնությամբ, այսպես ասած, մարշ բրասո կանելով տապալվեց Ասադի վարչակարգը Սիրիայում, հենց այդ օրերին իսրայելական կողմը բավականին հետաքրքիր ռազմական գործողություն իրականացրեց կիլոմետրերով մխրճվելով Սիրիայի տարածք, օգտվելով իրավիճակից եւ վերահսկողության տակ վերցրեց այդ Գոլանյան բարձունքները, որոնք որ զիջվել էին դեռ նախորդ դարի պատերազմների շրջանակներում։ Պարզ էր, որ ինչ որ մի պահի երկու երկրների շահերը ոչ թե համադրվելու են Սիրիայում, իրանք համադրվում էին այն ժամանակ, երբ որ ունեին ընդհանուր նպատակ Ասադի վարչակարգից ազատվելու։ Դա տեղի ունեցավ, Իսրայելը իր մասնաբաժինը վերցրեց, ռազմական ինտերվենցիա իրականացնելով, բայց պարզ էր, որ ինչ որ մի պահից այդ համադրումը չի լինելու եւ բախվում են արդեն իսկ շահերը, այսինքն թուրք-իսրայելական շահերը Սիրիայում բախվում են եւ Սիրիան ըստ էության փաստացի վերածվել է հերթական անգամ տեսնում ենք, որ սիրիական պետությունը դա ընդամենը տարածք է, որտեղ տարբեր աշխարհաքաղաքական կամ տարածաշրջանային ուժային կենտրոնների շահերը բախվում են, միմյանց հետ իրենք հարցեր են պարզում օտարպետության տարածքում։ Իմ մոտ տպավորությունն է, որ Հայաստանն էլ կարող է արժանանալ Սիրիայի ճակատագրին։ Ես կարծում եմ, այստեղ ոչ թե տպավորություն է, այլ Հայաստանի նկատմամբ եւս կիրառվում են քաղաքականություն, որ հիմա կիրառվում է Սիրիայի նկատմամբ։ Օրինակ Սիրիայում այսպես եթե նայենք, որ պետությունների եւ որ ուժերի շահերի բախում կա, երկուսի մասին նշեցինք՝ Իսրայել եւ Թուրքիա։ Հիմա նշենք, կա Իրանի շահը այդտեղ։ Եվ Սիրիայում ալևները, որոնք իշխանություն էին, հայր Ասադ որդի Ասադների իշխանության ժամանակ, ասենք այսպես, իրենք համարվում են շիա մահմեդական, թեև որոշակի շեղումներ կա շիա մահմեդականությունից, բայց սկզբունքորեն այդ աշխարհը ընդունում է, որ դա շիա մահմեդական երկիր է, նկատում եմ ալևիների գործունը, թեև այնտեղ դրուզները կան, այնտեղ արաբները կան, այնտեղ թուրքաման ցեղերը կան, այսինքն այդ առումով բազմազգ բազմակրոն է, բայց հայերը կան քրիստոնյա, այո, կային, հիմա իհարկե մեծ մասը դուրս են եկել։ Հիմա եթե նայենք, այստեղ Իրանի շահը եւս կա։ Եվ ասեմ ձեզ, Ասադի իշխանությունը, երբ ժամանակին պատերազմում էր թուրքաման հրոսակախմբերի կամ իսլամական պետության զինյալների դեմ, ապա Պահապանների կորպուսը մի կողմից Իրանի եւ Լիբանանի Հեզբոլահը մյուս կողմից, որը շիա մահմեդական ռազմականացված կառույց է, որը եւս հանդիսանում է Իրանի պրոքսի կառույցներից, այդ երկու կառույցները Սիրիայի տարածքում օժանդակում էին Ասադի իշխանությանը մնալու։ Այսինքն Իրանի լուսահոգի Ղասեմ Սուլեյմանին հսկայական դերակատարում ուներ։ Սուլեյմանին ինքը Իրանի համար ստրատեգիական խնդիր լուծեց շիա գոտի, շիա մահմեդական պետությունների այս կամ այն ձևով իրար հետ կապելու, լինի տնտեսական, լինի քաղաքակրթական, լինի կրոնական, լինի ռազմական անվտանգային, իր գործառույթը դա էր։ Ինքը
Պահապանների կորպուսի Ալ-Կուդս կամ նույնաթեթ թարգմանությամբ Երուսաղեմ ստորաբաժանման հրամանատարն էր, որը գործում է դրսում։ Այդ կազմակերպության գործունեությունը Իրանի տարածքից դուրս է, ներսում չի։ Հիմա եթե գնահատենք այսպես, ուրեմն Իրանը ակնհայտ ներկայացված է Ասադի վարչակազմի ժամանակ բացահայտ էր ներկայացված, հիմա ներկայացված է, ասենք այսպես, ալևիններով նրանցով, թե որոնց առաջնորդներին, այդ թվում Ասադի զարմիկներին եւ այլն դատում են, գնդակահարում են եւ այլն։ Այսինքն կա շահ, ուղղակի մի ժամանակ այդ շահը բավականին լավ կերպով սպասարկվում էր, Իրանի շահը Սիրիայում, հիմա ոչ, բայց շահը կա եւ ներկայացվածությունը կա, այնպես չի որ վերացել է։ Չորրորդ լուրջ խաղացողը, որ այդտեղ ներկայացված է, դա Ռուսաստանն է։ Ռուսաստանը մի քանի հիմա դեռ ունի ռազմաբազա։ Այո, մի քանի ռազմաբազաներ, ասեմ ձեզ, Ռուսաստանի համար ինչով է Սիրիան կարևոր։ Սիրիան միակ տարածքն է, որտեղ Ռուսաստանը ռազմական առումով ունի ելք դեպի միջերկրական ծով։ Ուրիշ այլ տարածքում Ռուսաստանը միջերկրական ծով ռազմական առումով ելք չունի։ Եվ Ռուսաստանի ղեկավարությունը որոշակի ըստ իս կարծում եմ երևացող ու չերևացող զիջումներ արեց Թուրքիայի կառավարությանը, որպեսզի վերջինիս պրոքսի հանդիսացող Սիրիայի նորընտիր նախկին ահաբեկիչ կառավարությունները, այո, նրանք որոշակի զիջումների գնան եւ Ռուսաստանը ուղղակի իր բազաները չանի։ Հենց Տարտուսի ռազմաբազայի մասն էր խոսքը, երբ որ ինքը խմեյնում էր կար, բայց խնդիրը պայմանավորվածություններ Տարտուսի մասին է։ Հիմա ասում են ինչ որ անձնակազմի վերապատրաստման կենտրոն են սարքում բան եւ այլն, դա էական չի ինչ անուն է տալիս։ Էականը որ միջերկրական ծովի ափին ռուսական ռազմանավերը ներկա են։ Սա Ռուսաստանի համար կարևորագույն խնդիր է, այսինքն միջերկրական ծովում Ռուսաստանը Սիրիայով է ներկայացված, Սիրիայի տարածքով։ Սա 4-րդ պետությունն է։ Հիմա էլ ովքեր են այդտեղ ներկայացված։ Այստեղ ներկայացված են Միացյալ Նահանգները, այո ճիշտ եք, քրդական գործոնով։ Եվ պատահական չէր, որ Սիրիայում երկարուձիգ տարիներ Միացյալ Նահանգները զինում էին Սիրիայում բավականին ակտիվ ռազմականացված քրդական խմբավորումներին։ Ճիշտ է, մի պահ եղավ, երբ Միացյալ Նահանգները այդպես դուրս եկան այն վայրից, որտեղ քրդերին զինում էին, քրդերին մարզում էին, բայց հիմնականում թեթև զենքերով, այսինքն ծանր զենիթահրթիռային կայանքներ չկային, զրահատեխնիկա տանկեր չկային, օդուժ չկար։ Չմոռանանք, որ բայց թեթևով միտքս ավարտեմ Դավիթ, բայց թեթևով զինում էին եւ մի պահ եղավ, որ Միացյալ Նահանգները Թուրքիայի ղեկավարության հետ որոշակի ընդհանրության եղան, ընդհանուր հայտար եւ մի գիշերվա մեջ դուրս եկան եւ քրդերը աչքերը երբ բացեցին, տեսնում թուրքական բանակ իրենց վրա է գալիս Թուրքիայից։ Հենց դա է ուզում։ Բայց արձանագրենք, որ այնուամենայնիվ Միացյալ Նահանգները այնտեղ կան, քրդերին, այդ քրդերը ինչքանով են հիմա օգտագործում, ինչքանով չէ, իդեպ ասեմ, այդ քրդերին զինաթափում են։ Իհարկե մարդիկ դժկամությամբ են զինաթափվում, բայց խնդիրը հետեւյալն է, եթե դու զինված խմբավորում ես եւ Սիրիայի զինված ուժերի ստորաբաժանում չես, ուրեմն դու ահաբեկիչ ես, եւ պիտի ոչնչացվես։ Եվ այդ զինաթափումը հիմնականում սկսվեց քրդական առաջնորդ Օջալանի հայտնի կոչից։ Հա, բայց Օջալանի կոչը տարածվում էր Թուրքիայի քրդական բանվորական կուսակցության զինյալների վրա, ոչ Սիրիայի։ Թեև ավելին ասեմ, քրդական բանվորական կուսակցությունը Թուրքիայում, որը ակտիվ գործել է, հա, թուրքական կառավարության դեմ եւ այլն, ծնվել է Սիրիայում։ Իր օրանը Սիրիան է, այսպես ասենք, եթե այսպես ասենք, խորհրդային միություն, ՔԲԿ-ն, քրդական բանվորական կուսակցությունը, այն ժամանակ Հայր Ասադի վարչակազմը խորհրդային միության ղեկավարության հետ բավականին սերտ, ջերմ, ռազմական, ռազմատեխնիկական համագործակցություններ եւ այդ ՔԲԿ-ն ծնվեց Սիրիայում, հետո տեղափոխվեց, հա, Թուրքիա եւ ծավալվեց Թուրքիայում, հա։ Բայց արձանագրենք իրողություն, որ այնուամենայնիվ կա քրդական գործոն, որը առավելագույն փորձում է օգտագործել Սիրիայի քրդերին, օգտագործել Միացյալ Նահանգները։ Եթե օրինակ Թուրքիայի քրդերին փորձում են հիմա օգտագործել թուրքերը, Իրաքի քրդերին փորձում են օգտագործել թուրքերը, մի կողմից Թուրքիան, մյուս կողմից ամերիկացիները, հա, այսինքն իրենք միշտ օգտագործող են ցավոք սրտի, այն առումով ցավոք սրտի, որ գործոն չեն։
Իդեպ մենք այդպես օգտագործեցինք առաջին համաշխարհայինի ժամանակ, առաջ ընթացքում եւ հետո։ Իրանք օգտագործվում են, որովհետեւ չունեն պետություն, որը որ հիմա մեզ է սպառնում ըստ էության։ Հիմա ասեմ ձեզ, օրինակ հետաքրքիր մի այսպիսի զուգահեռ տանենք, առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ քրդերը եւ հայերը չունեին պետություն։ Բայց քրդերը չօգտագործեցին։ Քրդական շեյխերը շատ ավելի իմաստուն գտնվեցին 1915-21 թվականներին, քան հայերը։ Մենք դրվեցինք զոհասեղանին, քրդերը ոչ։ Ավելին, քրդերը ծավալվեցին իրենց աշխարհագրությամբ Թուրքիայի տարածքում նաև հայերի հաշվին, իդեպ ասեմ ձեզ։ Այդ թվում նաև 100,000-ավոր հայեր կամ միգուցե այս թիվը այդպես ուռճացված որ չլինի, բայց հազարավոր հայեր, երեխաներ, ընտանիքներ եւ այլն ավելի շուտ քրդական գործոնի արկայության պայմաններում իրենց ներկայացրեցին որպես քուրդ, հետո քուրդերը այդ երեխաներին վերցեցին մեր, եւ դրա համար են օրինակ հիմա Թուրքիայում, Սիրիայում, Իրաքում շատ հետաքրքիր նաեւ բան կա, իրողություն կա, որ շատ չասեմ, բայց բավականաչափ ջոկատների հրամանատարներ, որոնք Թուրքիայի դեմ են մարտնչում, կռվում են եւ այլն, զինական առումով բավականաչափ հայեր կան եւ այդ հայերը քրդերի հետ նույն դաշտում են։ Այսինքն կա ընդհանուր արտաքին ճշտամի։ Մենք դա տեսանք Քեսաբի դեպքերի ժամանակ նաեւ։ Այսինքն մենք ֆիքսում ենք, որ Սիրիայում բախվում են մի քանի տարածաշրջանային եւ աշխարհաքաղաքական։ Հիմա նույնը զուգահեռ հարցը Հայաստանին էր, չէ՞ վերաբերվում։ Հենց հիմա մենք նայում ենք Հայաստանում մի փոքր ավելի փոքր մասշտաբով, որովհետեւ մենք Սիրիայից ավելի փոքր պետություն ենք ու նաեւ չունենք սով, բայց այստեղ բնականաբար իր հետաքրքրությունները ունեն Թուրքիան, Ադրբեջանը, վստահ եմ նաեւ ունի Իսրայելը, իհարկե, ելնելով Իրանի գործոնից, Իրանը, Ռուսաստանը, Եվրամիությունը, Միացյալ Նահանգները, ըստ էության պոլիգոն ենք դառել։ Այսինքն օրվա իշխանությունների ձեռամբ, այո, Հայաստանը այսօր աշխարհում երևացող հիմնական խաղացողների, որոնք նաև հակամարտության մեջ են գտնվում միմյանց հետ սառը եւ տաք պատերազմներով, դարձել ենք այդ պետությունների շահերի բախման կիզակետ։ Այն որ ասում էր խաչմերուկ, մի մտքի գիգանտ ունենք, տարածաշրջանային խաչմերուկ։ Այո, մենք դարձանք բախումների խաչմերուկ։ Այո, խաչմերուկ դարձանք, բայց բախումների խաչմերուկ։ Իհարկե, բախումների խաչմերուկ ենք մենք հիմա։ Եվ այդ բախումները այնպես չի, որ ամեն րոպե ինքը պիտի պայթի եւ այդ բախումը դառնա տաք պատերազմ։ Բայց երևացող շահերի բախումը ակնհայտ է, որ օրինակ այստեղ լրջագույն բախում կա Իրան, Միացյալ Նահանգներ։ Ակնհայտ է, չէ՞։ Իհարկե, դեռևս Միացյալ Նահանգներ Իրան բախումը սկզբունքորեն չի ավարտվել, բայց որ պահին որ ավարտվեց եւ տեսականորեն եւ գործնականում Իրանը հաղթական դուրս եկավ, բնականաբար Իրանի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ լրիվ այլ է, չէ՞ լինելու, վստահաբար այլ է լինելու։ Միացյալ Նահանգների տարածաշրջանից ամբողջովին դուրս տնելու քաղաքականությունը, չէ՞ լինելու։ Այդ թվում նաեւ այդ Տրամպի ուղի կոչվածը փաթեթավորելու են տան օրվա իշխանություններին եւ ասեն գնացեք Տրամպի հետ արտակնոցում ոնց ուզում եք օգտագործեք այդ Իրանցի բարձրաշան գեներալներից մեկը Սավաֆին հստակ հայտարարեց, որ իրենք չեն հանդուրժում ամերիկացիքին Պարսից ծոցի երկրներում, ինչի պիտի հանդուրժեն իրենց հյուսիսային հատվածում։ Դրանից ավելի մեծ եւ պարզ զգուշացում Հայաստանի։ Սա մեկ, երկրորդ Ռուսաստանի կոշտ կեցվածքը։ Ինչու է Ռուսաստանը այսօր Հայաստանի օրվա իշխանությունը այսպես կոչված դեպի Եվրամիության անդամակցության քաղաքականությունը շատ ցավոտ տանում, որտեղ Ռուսաստանը Ուկրաինայի տարածքում իրականում պատերազմում է ՆԱՏՕ եւ Եվրամիության դեմ։ Այսինքն Հայաստանը լինելով Ռուսաստանի ռազմավարական դաշնակից գնում է Ռուսաստանի հետ պատերազմող երկրների միության մեջ։ Շատ բնական է, որ Ռուսաստանի կեցվածքը շատ կոշտ լինի։ Իհարկե, կեցվածքը շատ կոշտ լինի։ Մենք ուղղակի դեռևս Ռուսաստանից այն հարվածները չենք ստացել։ Ես մի պահ պատկերացնենք Ռուսաստան տեղը լիներ Միացյալ Նահանգները եւ Վլադիմիր Պուտինի տեղը լիներ Դոնալդ Տրամպը։ Ինքը այսպես ամիսներով, տարիներով չէր բացատրի, որ հայ ժողովուրդը պիտի ընտրություն անի, պիտի հանրակրվի։ Ինչ արեց Դոնալդ Տրամպը եւ Իրանի դեմ գործողություն սկսեց եւ եվրոպական երկրները
որոշակի ընդվզեցին, հա, այդ առանց իրենց հետ Իսպանիան օրինակ։ Ոչ միայն Իսպանիան, այդ տարիֆները կամ մաքսատուրքերը 600%, 1000%, 500%, հաջորդ օրը իսկ, նույն պահին իսկ իր բոլոր դաշնակիցների հանդեպ, ճիշտ է։ Չէ, այսինքն Միացյալ Նահանգների նախագահի կեցվածքը, եթե իր երկրի շահերը փորձում են կամ չոտնահարել, կամ դաշնակցային պարտավորությունները չկատարել, կամ շահերը ոտնահարել, իր դաշնակից պետությունները, օրինակ ՆԱՏՕ-ի անդամ երկրները կամ Եվրամիությունը։ ԱՄՆ-ի նախագահի կեցվածքը շատ կոշտ է լինում։ Իսկ Ռուսաստանի Դաշնության նախագահի կեցվածքը, երբ որ պարբերաբար համբերատար փորձում է, ինչ որ եզրեր գտնել, փորձում է այս թնջուկը լուծել, համոզելով, բացատրելով, լրիվ այլ մոտեցում է։ Իսկ եթե պատկերացնենք Ռուսաստանի Դաշնության նախագահ իրեն պահի այնպես ինչպես ԱՄՆ նախագահն է պահում իր դաշնակիցների կողմից ԱՄՆ-ի նկատմամբ իրականացող քաղաքականության արդյունքում։ Գիտեք ինչ պետք է լիներ ռուսները օրինակ ասեին։ Հաջորդ օրը նույն տրամաբանությամբ ինչ որ Դոնալդ Տրամպն է ասում, գազը թանկացնային։ Ուրեմն թանկացնում են գազը, հաջորդ օրը իսկ ինչ պայմանագիր մինչև տարվա վերջ չէ, մինչև տարվա վերջ դեռ հինա։ Ռուսները իրենց պարտավորությունները փորձում են որպես պետություն, որպես պայմանագիրը հարգող երկիր պահել։ Եթե Դոնալդ Տրամպի տրամաբանությամբ ներ, օրինակ Վլադիմիր Պուտինը տյաններ, հաջորդ օրը գազը թանկացնում էր, այս ապրանքների, որ աշճանաբար այսօր այս գյուղմթերքը, վաղ այս խմիչքը, միսօր այն ջուրը, չէ, բոլորը միանգամից ցանկը տպվում էր, ինչ մենք ունենք այնտեղ։ Բոլորը միանգամից բաներ, արգելում էր, հաջորդ ինչ կարող էր անել, 102 բազան հրամաներ տալիս Հայաստանից հանել։ Սահմանապանային հաջորդ օր ասում էր դուրս ենք բերում, ատոմակայինը առավելից ոչ մի վառելիք եւ ոչ մի սպասարկում։ Ուրեմն հեծը ձեզ երկաթուղին ձեզ ինչ ներդրում արել ենք հաջորդ օրը իսկ այդ ներդրումները մեզ տալիս եք առանց ժամանակային ինտերվալի։ Ուրիշ ինչ կարող է, հա, Ռուսաստանից այլևս Հայաստան չէր մտնելու ոչ մի տրանսֆեր, արգելվում էր։ Ռուսաստանը բոլորը վերցնում են ազգությամբ հայ եւ Ռուսաստանի քաղաքացի եւ ոչ քաղաքացի հայերը, իրենց գումարները այլևս Հայաստան չէր մտնելու, ավելին միլիոնից ավել հայ, ես ավել կամ պակաս չափով տարբեր գնահատականներով այսօր Ռուսաստանում ասենք աշխատում են, բնակվում են չլինելով Ռուսաստանի քաղաքացի, այդ իշխանությունների բավականին լոյալության պայմաններով։ Խոսքս իրավական հարցության մասին, այո։ Այդ մարդկանց ուղղակի ոնց որ 2008 թվականի օգոստոսի 8-ի հայտնի Վրաստան, Հարավային Օսեթիա, Ռուսաստան բախման ժամանակ մի քանի օրում դեպորտ արեցին, ուղղակի լցրեցին, այն որ ասում են վագոններ լցեցին, ու ինքնաթիռներ իհարկե, ու ասին մաքրվեք այս երկրից։ Հիմա եթե Ռուսաստանի նախագահ իրեն պահի ոնց որ Դոնալդ Տրամպը, մոտավորապես 1 շաբաթվա ընթացքում այն ինչ ես նոր թվարկեցի, դուք պատկերացնում եք Հայաստանի իշխանությունների վիճակը ինչ էր լինելու այդ դեպքում։ Դե այդ դեպքում Հայաստան կարող շատ արագ իշխանապահություն լինի։ Ուրեմն քանի դեռ Ռուսաստանի նախագահը փորձում է ձեռք բերված պայմանավորվածությունները, պայմանագրերը, բարոյական, իրավական հարգել, այսինքն այդ երկրի ղեկավարը այդպեսին է, այդ երկրի ղեկավարությունը այդպեսին է, դա սկզբունքորեն ԱՄՆ-ի նման ավազակապետություն չի։ ԱՄՆ-ի նախագահը իրան պահում է ավազակի կամ ասողի կամ զոն նայողի տրամաբանությամբ։ Եթե ասում է սենց է, ուրեմն սենց պետք է լինի։ Ռուսաստանը ասում է, չէ, մենք քանոր պայմանագիր ենք կնքել, մենք պարտավորված ենք այդ անել։ Գազը մինչև դեկտեմբերի 31 կնքած է պայմանագիր։ Պատկերացնում եք Տրամպը ասել, չհասկացա, մի հատ էլ մինչև 31-ից սպասեմ։ Ենթադրենք, եթե Ռուսաստանի տեղը ԱՄՆ-ն էր։ Ինչ 31, կես ժամ հետո գազը թանկացնել, ծորակները լրիվ փակել, չէ՞ ընդ որում ինքը չէր թանկացնել, ինքը գազը փակելու էր։ Տրամպը որ լիներ, ընդհանրապես գազ չէր տալու։ Ինչ թանկեմ թանկացնում, չեմ տալիս։ Ես այդպես եմ գտնում, իմ երկրի շահը պահանջում է, ինչ պայմանագիր, ինչ բան։ Հայաստան բողոք ունես, գնա բողոքի, որտեղ ուզում ես բողոքի։ Չի ինձ հետաքրքիր, այսինքն այդ ժամանակ Հայաստանի իշխանությունները ինչ պետք է անեն։ Ես կարծում եմ Հայաստանում իշխանապողությունը 5 րոպե պակաս տեղի կունենար, համաձայն եք։ Այսինքն ժողովրդի սոցիալական, զուտ սոցիալականով եմ ասում։ Այսինքն մի կատաստրոֆա վիճակ էր լինելու, որտեղ այդ բանը ժողովուրդ ուղղակի իշխանություններին այն կառավարության 3-4 հարկերից 4 հարկանյա, 3 հարկանյա, չգիտեմ,
իրականացվեր շատ արագ իշխանապահություն։ Եվ Նիկոլ Փաշինյան վերջում եւս մի թեմայի մասին կցանկանայի խոսենք։ Փաշինյանը խոսում է 4-րդ հանրապետության հայեցակարգի մասին, հա, որ սա մենք գնում ենք դեպի արդեն 4-րդ հանրապետություն։ Բնականաբար պարզ է, որ նա ամեն ինչ անում է, որպեսզի 3-րդ հանրապետությունը ոչնչացվի, որովհետև բացի այն, որ նա իրականացնում է արտաքին քաղաքական պատվեր, այստեղ եւս մի կարևոր հանգամանք կա։ Ինքը գիտի, թե 3-րդ հանրապետության նկատմամբ ինչպիսի հանցանքներ է իրագործել եւ բնականաբար հանցանքը կոծկելու ամենակարճ տարբերակը, հա, որպեսզի փաստերը վերացնելն, այո։ Իհարկե։ Դե հիմա 3-րդ հանրապետություն չկա, 3-րդ հանրապետություն չկա, ով է, չէ, բացի այդ 3-րդ հանրապետություն չկա, իրենից ով է ինչ ուզելու։ Այդ որ կառույցը։ Դատախազությունը չի դատախ, որ երկրի դատախազությունը, դες պետություն գոյություն չունի։ Եվ ակնհայտ է սա իհարկե բառախաղով իբր թե 3-րդ հանրապետությունը կոնֆլիկտի վրա է ստեղծվել, հիմա սա խաղացում է, բան այլ կապիկությունները որտեղ ուզում են գնան ասեն, սա ակնհայտ է որ դրան ուղղված չի։ Ասում են չկա մարդը, չկա խնդրեմ, հիմա չկա պետությունը, չկա խնդրեմ։ Չկա խնդրեմ։ Ակնհայտ է որ սա, այսինքն իրականում այսօր մեր պետականությանը ձեռնոց նետած թիվ 1 մարտահրավերը ոչ Թուրքիան է առաջին հերթին, ոչ Ադրբեջանը, ոչ էլ հավաքական Արևմուտքը։ Հայաստանի օրվա վարչակազմն է։ Մեր պետականության թիվ 1 սպառնալիքը օրվա վարչակազմն է։ Եվ ես նաև շատ կցանկանայի, որ Հայաստանում այն ընդդիմադիր ուժերը, որոնք նաև խորհրդան են անցել եւ առաջին հերթին, իրենց կեցվածքը համարժեք լինել այն մարտահրավերների դիմագրավելուն, որ այսօր այդ մարտահրավերները կան։ Ես գոնե հույս ունեմ, որ այդպիսի գնահատական դիտրվի։ Եթե խորհրդանական ընդդիմությունը համարժեք չգնահատեց կամ գնահատեց, բայց կեցված չդրսևորեց, սկզբունքորեն այդ ընդդիմությունը ժամանակի շուտ իր գերեզմանը փորելու է որպես ընդդիմություն։ Համաձայն եմ։ Հակառակ դեպքում ընդդիմության գործը որն է, խնդիրը իշխանությունը վերցնելը չի, ցանկացած ընդդիմության։ Առալիս որ խորհրդանական երկիր է, այս խորհրդանական երկրում եթե իշխող ֆրակցիան առանց որևէ մեկի դաշին կազմելու ցանկացած իրավական ակտ, այդ թվում նաև համանդրական օրենք կարող է փոխել, այդ ընդդիմությունը եղած չեղած մի հաշիվ է, եթե սենց անկես խոսենք, հա։ Այսինքն իր կոճակը արժեք չունի։ Պատգամավորի կոճակ ընդդիմության։ Իշխանական ինչ ուզում ընդունում է։ Եվ հետաբար քո կեցվածքը որն է, այն մարտահրավերը լրջագույն մարտահրավերները, որ այսօր իշխանությունը այս կամ այն քայլերով նետված է, դրա դեմը հանրային նախ դիսկուրս առաջացնելն է, գնահատական տալն է, մարդկանց բացատրելն է, մարդկանց կազմակերպելն է, խոսքս քաղաքացիների մասն է եւ դիմադրելը, որ իշխանությունների այդ որոշումները կյանքի չկոչվեն։ Իմ կարծիքով սա է, այսինքն խորհրդանական ընդդիմության կարևորագույն բանը աշխատանքը այդ իրավական ակտերը չեն, նորից եմ ասում եւ համոզված եմ ասում 3/5 ունի իշխանությունը, 3/5 նշանակում այդ թվում նաեւ համանդրական օրենքներ կարող են փոխել։ Սահմանադրություն չի կարող, բայց համանդրական օրենքները սովորական իրավական ակտեր կարող են փոխել։ Եվ եթե ընդդիմությունը այս հանձնաժողովներ բան կազմավորվելուց հետո նախագահն եւ դրանից հետո եթե իր կեցվածքը կարևորագույն անվտանգային մարտահրավերներ դիմագրավելն ուղղված չլինի, նորից եմ ասում, այս ընդդիմությունը ես չգիտեմ ինչքան կձգի, բայց ավելի լավ է բան անի, էլի, տեղ զիջի այլոց, կամ ուղղակի դուրս գա խորհրդանից, որտեղ ինքը չի կարող նորից եմ կրկնում դիմագրավել իշխանության ցանկացած որոշում իրավական այս կամ այն իրավական ակտ ընդունել, չի կարող, որտեղ թվականակը թույլ չի տալիս։ Բայց դեպքում, եթե հիմա մեր պետության ու պետականության լրջագույն ձեռնոց է նետվել, քո խոսքի ելույթների հիմնական մեխը դա չի, բա ի՞նչն է։ Շատ կարևոր դիտարկում իրականացրեցիք, պարոն Նահապետյան, ու թերևս հենց այս նոտայով ավարտենք, սիրելի ընկերներ, Anti-Fake եթերում Խաշմերուկ ոդքասթի հերթական թողարկումներ, ինչպես միշտ ձեզ հետ են լրագրող պատմաբան Դավիթ Ֆիդանյանը, վերլուծաբան ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը, մնացեք Anti-Fake եթերում եւ կհանդիպենք։